Ամեն ով, որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված, և ամեն ով, որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ սիրում է։ Սրանով ենք ճանաչում, թե Աստծո որդիներին սիրում ենք, երբ որ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանքները պահում։ Որովհետև սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք, և նրա պատվիրանքները ծանր չեն, որովհետև ամեն ով, որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին, և սա է հաղթությունն, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Եվ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն Աստծո որդին է։ Սա է, որ եկավ ջրով և արյունով, Հիսուս Քրիստոսը, ոչ թե միայն ջրով, բայց ջրով և արյունով, և Հոգին է վկայողը, որովհետև Հոգին է ճշմարտությունը։ Որովհետև երեք են, որ վկայում են. Հոգին և ջուրը և արյունը, և այս երեքը միաբան են։ Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծո վկայությունն, որ վկայեց իր որդու մասին։ Ով որ հավատում է Աստծո որդուն, վկայությունն ունի իր անձումը։ Ով որ չէ հավատում Աստծուն, ստախոս է արել նրան, որովհետև չհավատաց այն վկայությանն, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, և այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, նա կյանքն ունի, և ով որ Աստծո որդուն չունի, կյանքը չունի։ Այս բաները գրեցի ձեզ Աստծո որդու անունին հավատացյալներից, որ գիտենաք, թե հավիտենական կյանք ունիք։ Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքներն, որ խնդրեցինք նրանից։ Եթե մեկը տեսնե իր եղբորը, որ մեղանչել է այնպիսի մեղքով, որ դեպի մահ չէ, թող խնդրե, և Աստված կյանք կտա նրան, այսինքն նրան, որ մեղանչել է ոչ թե դեպի մահ, կամ մեղք, որ դեպի մահ է, նրա համար ես չեմ ասում, որ խնդրես։ Ամեն անիրավություն մեղք է, և կամ մեղք, որ դեպի մահ չէ։ Գիտենք, որ ամեն ով, որ Աստվածանից է ծնված, մեղք չէ գործում, բայց նա, որ Աստվածանից է ծնված, իր անձը պահում է, և չարը չէ մոտենում նրան։ Գիտենք, որ Աստվածանից ենք, և բոլոր աշխարհքը չարության մեջ է կենում։ Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ և մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք։ Եվ ճշմարիտումն ենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը։ Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։ Որդյակներ,